Ողջույն հարգելի մարզասերներ, այսօր Արուշանյան Մեդիա Սպորտ Նյուզի YouTube-յան ալիքում կարող եք վայելել Գեղամ Վարդանյանի տպավորիչ հաղթանակը։ Հայ մարտիկը Երևանում կայացած Mixed Fight 57 մրցաշարում կարողացել է առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող Էրֆան Մադադիին։ Մենք այս մենամարտի կարճ հատվածը ներկայացրել ենք, թե ինչպես է Վարդանյանը նոկաուտի ենթարկում, բայց այսօր կարող եք վայելել ամբողջական մենամարտը, մաղթում ենք բարի դիտում։ Դե ինչ, Էրֆան Մադադին, 32 տարեկան, հասակը 1.84, Գեղամ Վարդանյան, 27 տարեկան, հասակը 1.79։ Այսօր կարծես թե բոլոր իրանցի մարզիկները մեկ գլուխ ավելի բարձր են, կարգով չէ իհարկե հասակով, ավելի բարձր են, քան մեր հայազգի մարզիկները, դե ինչ, մենամարտը սկսված է, դե ինչ, լոու-քիքներով փոխանակվեցին երկու մարզիկները, ուսապում է անդադ Գեղամ Վարդանյանը աջ լոու-քիքներից, այո, ընդհանրապես նկատվում է, երբ մարզիկը, ահա հարվածներով առաջ է գնում, փորձում է գծում իրացնել, այո, իրանցի մարզիկը դիմադրեց, սակայն Գեղամ Վարդանյանը հասավ հաջողության, այո, պետք է փորձել, պետք է հարվածներով փորձել, այո, մեջքից փորձում է հավաքել պարանոցը, պետք է հավաքել պարանոցը, բայց իրանցի մարզիկը խելացի է գործում, ֆիքսել է ձեռքերը, չի թողնում, որպեսզի, ահա, Գեղամը կամաց ոտքերը ճիշտ դիրքում է դնում, որպեսզի կարողանա խեղդող հնարքը իրացնել, պետք է ազատել ձեռքերը ազատելու դեպքում արդեն Գեղամ Վարդանյանը կունենա հնարավորություն խեղդող հնարք իրացնել։ Անգամ, ահա, խելացի գործեց իրանցի մարզիկը, պտտվեց շատ արագ, չթողեց որպեսզի ֆիքսի պարանոցը, գծումը իրացված է, դիմադրում է իրանցի մարզիկը, դեռ թույլ չի տալիս իրագործել Գեղամ Վարդանյանին իր գեյմպլանը, փորձել է պետք է ծնկով հարվածներ հասցնել, փորձում է ծնկով հարվածները, այո, ինչ այստեղից պետք է փորձել ինչ-որ բան անել, այո, լոու քիք, այո, կարծես սպասում է Գեղամը, սպասում է ինչ-որ մի գործողության է սպասում, այո, հետաքրքիր հարվածով, այո, կարծես ծանր հարված է բաց թողնում Գեղամ Վարդանյանը, պետք է հավաքվել, այո, Գեղամ Վարդանյանը բավականին փորձառու մարզիկ է, որպեսզի այսպիսի հարվածով խառնել քաղաքարտերը, որոնք գտնվում են հիմա Գեղամ Վարդանյանի մոտ, կարծես թե ինքնավստահություն ձեռք բերեց իրանցի մարզիկը այդ բաց թողնված հարվածից հետո, այո, կողային հարվածներ, դիմադրում է Գեղամ Վարդանյանը, այո, ծնկով պետք է հարվածներ հասցնել ազդրին, թուլացնել ոտքը, որպեսզի գծումը ավելի հեշտ իրացնել, պետք է անընդհատ ազդրի հատվածին հարվածներ հասցնել ծնկով, որպեսզի դիմադրողականությունը գծել իրանցի մարզիկի, այո, այսպես անընդհատ պետք է հարվածներ հասցնել,
Ապերկոտ, շատ լավ էր մտածված, այո, փորձում է գրոհի գնալ, Գեղամ Վարդանյանը փորձում է գրոհի գնալ, այո, պետք է ճնշել, այո, շատ լավն էր, այո, շատ լավ կոմբինացիա, աչ ուղիղ փորին և ձախ կողային հարվածը, շնորհակալ եմ, որ բոլորդ եկել եք այս մենամարտին, բոլոր իմ ընկերների մենամարտին, շնորհակալություն հայտնում եմ Վարդան Մնացականյանին այս գեղեցիկ մենամարտի կազմակերպելու համար, իմ ընկերներին ցանկանում եմ Հայկ Բիրաբյանին, Արմեն Օհանյանին, բոլորին հաղթանակ այս մենամարտում, շնորհակալ եմ իմ հյուրերից Գագիկ Իշտարյանից, որ այստեղ է գտնվում, շնորհակալ եմ գալու համար մեծ ոգևորիչ է ինձ համար, Ռոլանդին, պարոն Վալոջյանին, շնորհակալ եմ ձեզանից, այսքանը շատ հստակ ու հաղթական,